Այսպես օրինակի վրա ուզում եմ ձեզ ցույց տալ ինչ է նշանակում կոնստրուկտիվ մոդելավորում։ Ուրեմն կոնստրուկտիվ մոդելավորումը դա այն մոդելավորումն է, որը մենք կատարում ենք գծագրի վրա, ահա այսպես, այսինքն դեռ գծագիրը չհանած, մենք դա այդ գծերը գծում ենք, դա կարող է լինել օրինակ գրպանի գծելու պահը այստեղ, ցանկացած կոնստրուկտիվ գծեր, որոնք չեն համարվում բազային հիմքի գծագրի գծեր, կոնստրուկտիվ գծեր։ Նրանք գոտկատեղի գծի ձևավորումն է, այստեղ սեղմոններ, սեղմոնների ֆորմաներ, ձևեր եւ կտրվածքները, որը հետագայում պետք է նաեւ մոդելավորվեն տեխնիկապես։ Տեխնիկական մոդելավորումը որն է։ Տեխնիկական մոդելավորումը, երբ որ հիմա տեսեք, այստեղ ես գծել եմ այսպիսի մի հատ գիծ։ Գրքի կենտրոնից այդ գիծը գալիս եւ այդ գծից իջնում են եւս երկու այդպիսի գծեր։ Սրանք բոլորը կտրվածքներ են լինելու, բայց ես դա կատարելու եմ արդեն միայն դեկալը հանելուց հետո։ Փակելու եմ սեղմոնը, կտրեմ բացեմ այս գծերը եւ սեղմոնի խորությունը այսպես կտեղափոխվի այս երկու գծերի վրա եւ այդպիսով ես կկատարեմ տեխնիկական մոդելավորում։ Ուրեմն սրանք բոլորը, որ այստեղ ֆորմաները, ձևերը, սեղմոնի տեղաբաշխումը, գծերի ձևերը, ֆորմա ստացող ձևերը, ցանկացած այլ փոփոխություններ, որ մենք կարող ենք կատարել այստեղ, դա կոչվում է կոնստրուկտիվ մոդելավորում։ Կտրել, բացել, փակելու արդեն առանձին լեկալի թղթի հետ աշխատելու ժամանակ տեխնիկական մոդելավորում։